Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, տեսագրություն, ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հենց հիմա միացեք Facebook-յան հարթակում մեր live stream-ին հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում եւ կարող եք նաեւ ինձ անձնական նամակով հարցեր ու մեկնաբանություններում դիտարկումներ թողնել, ես դրանց բոլորին կանդրադառնամ, ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու, ուռուցքաբան, դիմացունոտային վիրաբույժ Արամ Բադալյան, ես որևէ մասնագիտացում բաց թողեցի, թե ոչ։ Ես կուզեմ մյուս անգամ ձևակերպեք վիրաբույժ ուռուցքաբան, այդքանով սահմանապատվենք։ Հենց այդքանը, լավ։ Բարի լույս։ Այո։ Կրկին ողջույն, վաղուց չեք եկել մեզ հյուր, մենք Մի քանի ամիս է չենք տեսել, լավ եք հանգստացել։ Քանի ամիս, չէ, մի տարի համարյա Չէ, մենք գարանը հանդիպել ենք։ Լավ, կես տարի համաձայն ենք, իսկ այսօր մեր թեման ոչ շատ մասնագիտական է, բայց իհարկե մենք որոշ մասնագիտական կետերի էլ ստիպված այսպես կանդրադառնանք բժշկին դիմելու մշակույթը Հայաստանում, ձեր օրինակով, որովհետև դուք բազմամյա փորձ ունեք, ես տեսել եմ ձեզ մոտ օրական քանի այցելու, քանի պացիենտ է գալիս եւ դուք կարծում եմ շատ լավ պատկերացնում եք, թե մենք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ բժշկին դիմելու մշակույթի հետ։ Նաեւ դուք շատ ակտիվ եք սոցցանցերում, հետեւաբար մենք ձեզ հետ կարող ենք նաեւ առցանց այլ կերպ ասած on-line տիրույթում բժշկին դիմելու վերաբերյալ խոսել։ Նախ, երևի թե սկսենք ամենաարդիական տարբերակից, դա այնուամենայնիվ on-line դիմելն է, որովհետև հստակ կարող եմ պնդել, որ բժշկի սենյակ հասնելուց առաջ հաճախ գրում են, ոչ թե միանգամից այց կազմակերպում եւ գնում հիվանդանոց օրինակ։ Ինչ դժգոհություններ եւ գոհունակություններ ունեք այս առիթով։ Ասելու շատ բան կա։ Գրում են շատ, ճիշտ է, տեղին, անտեղին, մասնագիտական, ոչ մասնագիտական, օրինակ, կարդում են ուռուցքաբան, կարող է գրեն ոչ իմ պրոֆիլի, չգիտեմ, ինչ ոսկրերի ուռուցքների կապված, կրսագեղձի ուռուցք, ինչ որ արդեն շատ ծանր, արդեն վերջի օրեր ապրող պացիենտի վերաբերյալ։ Մեկ-մեկ կարդացեք ու մեկ գրում։ Այդ մեկ։ Գոնե կարդացեք ինչով է զբաղվում դիմացի մասնագետը ում գրում եք։ Եթե լրիվ մասնագիտական են գրում, որովհետև լինում է, որ սկսում են գումար ուզել տարբեր պատճառներով, հիմա վատն եմ, լավ եմ, միանգամից ջնջում եմ, բլոկ եմ անում, որովհետև չեմ ուզում դրա մեջ խառնվեմ։ Դրա համար կան այլ կառույցներ, այլ ինչ որ մարդիկ։ Մասնագիտական դիմելու մասին։ Երբ որ ուղարկում են ասենց մի շարան անալիզների 67-ը հետազոտված տարբեր կարծիքներով, միանգամից ասում եմ ոչ։ Ես իրականում չունեմ on-line խորհրդատվության ժամանակ։ Կան գոլեգաներ, որոնք ունեն դրա ժամանակը, անում են դա մի քիչ ավելի բարձր վճարվող տարբերակը։ Դա վճարվող, չէ, տեսեք, ուրեմն տարբերակ 1, որ ուղղակի sense ընթացքում կարող ես ընդմիջման ժամանակ մի քանի բան պատասխանել այո, ոչ։ Այդ ոչինչ, այդ նորմալ է։ Բայց եթե ուղարկում են շատ ու պահանջում են ու մի քանի հարց են դնում, որոնց հարցերի պատասխանը կախված է հիվանդի զրույցից, հարց հետաս, իր կյանքից, հիվանդությունից, մի շարք պատասխաններ, դա եղավ on-line կոնսուլտացիա։ Ես չեմ զբաղվում, բայց այն կոլեգաները, որ զբաղվում են, իրանք դրա համար ավելի գումար են պահանջում, դա նորմալ է, որովհետև on-line-ը ավելի դժվար է։ Ավելի շատ ժամանակ ես տրամադրում դրան, սովորաբար օրվա երկրորդ կես են անում։ Փորձ ունեմ ես շփվելով իմ Ռուսաստանի գոլեգաների հետ, իրանք միշտ երեկոյան ունեն on-line կոնսուլտացիաների ժամեր, ու դա կարող է տևի մի ժամ, ու կարող է կրկնակի կամ երակի արժեք ունենա։ Այո, որովհետև հեռավորության վրա մի քիչ դժվար է արագ ստանալ ինֆորմացիան բուժարոյից, ու իմ 10-ն ինչ որ իմ պետք է։ Բայց դա իմը չի, ով դրանով զբաղվում է, խնդրեմ, ես ողջունում եմ, ուրեմն այդքան ժամանակ ունեք, կարող տրամադրեք, դրա համար նաև հավելյալ վճարեք։ Կա բայց տարբերակ, երբ որ արտերկրից են դիմում, օրինակ ԱՄՆ-ից, Եվրոպայից, դա բացի on-line-ից այլ տարբերակ չկա։ Իմ պրոֆիլում դա չի լինի անել, ինչի, որովհետև ինձ պետք է որ պետք կնի մի հատ գնաք նորից սոնոգրաֆիան հետ գաք, այս անալիզը մի հատ հանձնեք, մոտեցեք։ Դա պահանջում է ինչ որ կապ անմիջական ու մի քանի օրվա շփում։ Դա այդ 1:30 կամ 1 ժամվա ընթացքում հնարավոր չի կազմակերպել։ Ուրիշ հարց, որ թերապևտի կարող է, չգիտեմ, նյարդաբանը զրուցելով, գանգատները հասկանալով ինչ որ որոշակի խորհուրդներ տա, դա ուրիշ է։ Իմը հստակ թուղթ, պատասխան, պացիենտի զրույց
Ես չեմ անում։ Ինչու է Բայց եկել մի այդ րոպե, բայց այն դեպքում, երբ որ եզրակացությունը, ուղարկում են sense մի քանի մի հատ փոքր ինչ որ մի հատ եզրակացություն ու պետք է խորհուրդ տալ, այո կամ ոչ ուղղությունը ում դիմեմ, դա խնդիր չի, դա գրում եմ, ուղղությունը տալիս եմ, ասում եմ ժողովուրդ, եթե ավելի էլի հարցեր կան, համարը տալիս եմ, երթագրվեք, մոտեցեք։ Ցիվիլ առանց ոչ մեկին կոպտելու։ Ուղղակի կա որ դիմացին չի հասկանում։ Լավ, շնորհակալություն։ Դե հիմա ես չունեմ այդ ժամանակը, հիմա ուզեք թե չուզեք, ես չեմ հասցնում։ Դե համար ում որ դիմում եք, նաև հասկացեք դիմացին, բժիշկը չի կարող հասնի եւ հիվանդանոցում շփվի պացիենտի հետ եւ on-line մեկ-մեկ է տուն գնա ընտանիքի հետ շփվի։ Լավ, մի այսպիսի հարց, ինչու եք դուք ձեզ համար որոշել, որ թեկուզ 3 անգամ ավել վճարվող on-line առցանց խորհրդատվությունը դուք չեք մատուցում։ Միայն ժամանակի հարցը։ Միայն դա։ Ժամանակը չի իրիկում։ Այսինքն այնտեղ չկա որ մի բան բաց կթողնվի, Բաց թողնվի, մասնագիտությունը լավ չի դրսևորվի եւ Տեսեք, այլն։ եթե ժամանակ շատ տրամադրենք մի քանի հանդիպումով, հնարավոր է ամբողջականացնել, այո։ Չեմ ուզում այդ ժամանակը տրամադրել ընտանիքիս։ Որոշել եմ միանգամայն։ Շաբաթ կիրակի չեմ աշխատում, 6-ից հետո չեմ աշխատում, on-line կներեք ոչ։ Բայց դաշտը բացա, ով որ ուզում է։ Լավ, այսինքն դուք գործընկերների հետ խնդիր չունեք այնտեղ, որևէ արատավոր ինչ որ բան չեք տեսնում։ Մարդ ընտանիք չունի, դեռ երիտասարդը ունի ժամանակ, ուզում ավելի աշխատի, ունի գիտելիք, հմտություն, կարայան թույլ տա, իհարկե դա լավ է։ Մի այսպիսի հարց, եթե առցանց ձեզ տրվում են այնպիսի հարցեր, որոնք մասնագիտական չեն, այլ ուղղակի ձեր մասնագիտացումը, ձեր աշխատավայրը կամ ինչ-որ այլ հմտություններ, գործունեություն բացահայտելու համար են, որպեսզի որոշեն դիմել թե ոչ, այստեղ ինչ հարցեր եք դուք թույլ տալիս։ Այստեղ կարճ, ես ասում, գրեք կարճ ձեր հարցը, եթե հարցը գրեցին ինձ վերաբերող իմ մասնագիտությանը, կարճ ասում եմ, այո, ես անով զբաղվում եմ, ոչ դիմեք այս ինչ մասնագետի կամ ինչ որ մասնագետի տվյալ եմ տալի, չէ, ուղղորդումը միշտ կա։ Ուղղորդումը միշտ ասում ենք, նկատի ունեմ, եթե օրինակ հարցնեն, իսկ դուք որտեղ եք ավարտել, իսկ դուք քանի տարվա փորձ ունեք, չեն եղել, եթե լինում են կարճ գրեմ, բոլոր սոցցանցերում մեր էջերում ունենք ինչ որ տվյալներ։ Եթե մեր անձնական էջում չէ, կան պորտալներ բժշկական, որտեղ կա մանրամասն գրած, որ թվականին ես ավարտել դպրոցից մինչև վերջի հոդվածից անունը, հղումը կտամ, կասեմ, խնդրեմ ուսումնասիրեք։ Բնականաբար այդ ամբողջը հնարավոր չի գրել մի հաղորդագրության մեջ, բայց ինֆորմացիան կտամ։ Չէ, պետք չի զլանալ ինչ-որ մի բան պատասխանել։ Պետք է անպայման դիմացինին մի բան պատասխանել։ Թեկուզ կարճ, հստակ, բայց որ դիմացինը գոնե ինչ-որ ինֆորմացիա ստանա։ Որ հարցեր լինում են ոչ մասնագիտական, մի անգամ ես ուղղորդում եմ, ասում կներեք, սա իմ ոլորտը չի, բայց կա այս մասնագետը կամ այս մասնագիտության մյուս գոլեգաները, որոնք ձեզ կօգնեն այսինչ հարցում։ Ուղղորդում միշտ պետք է տալ։ Ճիշտ չի, որ չեմ պատասխանում, կարճ ասեմ, մի պատմություն կար, մի շաբաթ առաջ գոլեգաներ պատմում, որ իրեն գրել էր, ինչ որ դիմել էր մի հարցով բուժառու, հարցը տվել էր, ժամանակ չէր եղել, չէր պատասխանել, անցել էր 6 ամիս, այդ բուժառուն արդեն այլ փուլում, այլ իր հիվանդության, այլ ծանր վիճակում նորից գրել էր, որ դուք այն ժամանակ ինձ չօգնեցիք, հիմա ես այս ծանր վիճակում եմ, ես sense ինչը ծանր տարավ գոլեգան, ասում մի տար ծանր, հիմա չես ունեցել ժամանակ, խառնես եղել ես վիրատության, ինչու զբաղված ես եղել, դուք ես մի մեղադրի։ Դիմացին է թո չնեղանա, որովհետև կարող է բժիշկ կա, որ ինքը ընդհանրապես հեռու է սոցցանցերից, ինչ որ մեկը իրան օգնումա վարում է, բայց այդ պատասխանները չկա։ Միշտ չեն հասնում պատասխանել։ Կարա մնա առանց պատասխան։ Նորմալ է, կարա լինի, ամեն ինչ է կարա լինի։ Կախված է մարդուց։ Ուզում է թե չի ուզում, կարա թե չի կարա։ Կամ ունի այդ հմտությունները թե ոչ, օրինակ։ Հա, գոլեգաներ կան, որ էջ իրանց համար վարում են, բայց իրանք ոչ մի բան չեն պատասխանում։ Կա հակառակը, ամենվայրկյան պատասխանում են, ունեն հզոր թիմ, ցանկացած հարցի պատասխան կա։ Իսկ Արամ դուք նորմալ եք համարում բժշկին անձնական կամ կիսաանձնական հարցեր ուղղելը, թե դա ընդհանրապես թույլատրված չէ։ Թույլատրված չէ։ Այդ սահմանը պետք չի անցնել։ Հաճախ դա ասում են, որ ավելի լավ ճանաչեմ բժշկին, ավելի վստահ լինեմ, վստահություններ շնչի եւ այլն, բայց դուք կարծում եք, որ սա թույլատրելի չէ։ Ինչ չի հանդիպի, բայց որ հանդիպի, միանշանակ ասեմ, այսքանով մեր խոսակցությունը ավարտվեց, մեր հաղորդագրությունը վերջ։ Որ ելի շարունակեն ինչ որ ուզենան հետապնդեն, կբլոկավորեմ։ Դա ճիշտ չի։ Էթիկայի սահման կա, չի կարելի անցնել։ Հարցեր ունեք, on-line տեսեք, ինչ որ տեսեք ինչ են գրում, ինչ ֆիդբեքեր կան բժշկի մասին, ինֆորմացիան հավաքեք։
Այսինքն օրինակ եթե ձեզ ուղեն, իսկ դուք ներկայացնում եք միայն դրական ավարտ ունեցող եւ լավ աշխատանքները, իսկ դուք քանի ձախողում եք ունեցել, քանի մահ եք ունեցել, տեսեք մի քիչ։ Դե այտենց հարց տեղին չի տա, դժվար։ Այտենց հարց կտան գիտական միջոցառումներին գոլեգաները ու դրա մասին խոսում, հա դա այլ է։ Չէ, դա արդեն մասնագիտական հարցեր են, չի եղել, չեմ մտածում, որ նման հարցեր կտան։ Իսկ ես գիտեմ, որ նման հարցերը տալիս եմ ձեր երևի այդպես ստացվել է, ձեր իրավիճակը կամ բախտը բերել է, չգիտեմ։ Եկեք արդեն մի բան ասեմ, կներեք, ինձ մա դա ավելի շատ պլաստիկ վիրաբուժությանն է վերաբերվում։ Դե քան որ դուք եք վիրաբույժ, հա որտեվ այդ պլաստիկան լրիվ այլ ոլորտ է։ Դեռ ավելի հոգեբան է պետք լինել, բժիշկը պետք է առաջին հերթին հոգեբան լինի, որովհետև դժվար է իրան գեղեցկություն ցանկացող մարդ ուզում ամեն անգամ ինչ-որ մի նոր բան փոխի կյանքում ու ես մտածում եմ որ իրանց հետ պետք է նաև շփվել որպես հոգեբան միայն վիրաբուժական աշխատանք անելով չի։ Եկեք անցնենք արդեն ոչ առցանց, այսինքն կենթանի շփումով այցերին եւ խորհրդատվություններին։ Եթե արդեն հասել է պացիենտը այնտեղ, որ այցելում է ձեզ, ինչ խորհուրդ կտաք օրինակ, ինչպես նախապատրաստվել, նկատի ունեմ, ինչ տեղեկություն, ինչ ինֆորմացիա եւ ինչ հարցերի պատասխաններ բերել արդեն, որպեսզի առավելագույնս արդյունավետ անցնի խորհրդատվությունը։ Ինչ խորհուրդ կտաք։ IT մենեջմենտը ես փորձել եմ հարցնել մաքսիմումի, օգնական բուժքույրս, որ զանգում են հերթագրվում, միշտ ասում եմ, կբերեք ձեր բոլոր բժշկական փաստաթղթերը։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն ինչ ունեն հետազոտված ժողովրդական լեզվով դաշտից թե առհասարակ։ Չէ, այն հարցը, որով գալիս են։ Լավ։ Բնականաբար։ Նույնիսկ մեր բուժկենտրոնի զանգերի կենտրոնը, call center-ը, իրանց էլ եմ տվել ուղղորդում, որ եթե զանգում են իմ մոտ գրանցում են, անպայման նշեք ինչ հարցով ու մաքսիմալ այդ խնդրին վերաբերող ինչ ունեն, թող ամեն ինչ բերեն, որովհետև լինում է գալիս են, ամենահետաքրքիր է, լինում է գալիս են հեռախոսով, ամեն ինչ հեռախոսի մեջ է, ես չեմ ընդունում։ Ասում ես ձեր հեռախոսը չեմ նայելու, ձեր անալիզների պատասխանը հեռախոսով չեմ անելու։ Իմ համար դա մի քիչ sense սահման է, որ այդ նույնը ոնց որ դու գնում եք արտասահման, մեկնում եք արտասահման, գնում եք հասնում եք օդանավական ու հեռախոսով եք ձեր անձնագիրը ցույց տալու, այդ նորմալ է, կամ գնում եք, չգիտեմ, ուր են գնում, քվեարկելու, ընտրությունների ժամանակ դուք հեռախոսով եք տանում անձնագիրը։ Դա ես կոռեկտ չեմ համարում, դրա համար ասում խնդրեմ ձեզ մեր հասցեն էլեկտրոնային, հենց հիմա ուղարկեք, մենք էկրանով կնայենք, կտպենք ու կքննարկենք։ Դա օրինակ թույլատրելի է։ Դա առաջարկում ենք, այո, կամ մենք ունենք ինֆորմացիոն բաժին, եթե ինչ-որ այնտեղ WhatsApp-ով, Viber-ով նկարները, ասում խնդրեմ մոտեցեք, կօգնեն, տպեք, տպաստ աբերակով մոտեցեք բժշկին։ Էդ էլա կոռեկտության ինչ-որ սահման, ես դա ընդհանրապես չեմ ուզում ընդունել, գոլեգաներ կան, որ իրանց համար դա նորմալ է, իմ համար չէ, որովհետև եթե տեսեք, ես հարգանք եմ համարում, եթե բուժառուն իմանալով որ գնում է բժշկի, ի հետ չի բերել ոչինչ, ունի հեռախոսի մեջ կեսը, ու ասում է, «Սա հեռախոսից մեջ կամ» մի քիչ հարգանքը, ուրեմն հարգանքը դեպի բժիշկը արդեն պակասեց։ Եթե հարգում ես, ուրեմն ամեն ինչ քեզ հետ բեր։ Այդ նույնը որ նույնն եմ ասում, օդանավակային գնաս, ասես տան ունեմ անձնագիր, կարամ անցնեմ։ Նորմալ չի, կամ ինչ որ աշխատանքի գնաս ընդունվես, պիտի բերես քո, չգիտեմ, ավարտած դիպլոմները, փաստաթղթերը, ասես ունեմ տաննա կամ հեռախոսի մեջ, չեն ընդունի, չէ՞։ Իսկ ինչի պիտի բժիշկը ընդունի։ Մենք փորձում ենք մաքսիմալ ինֆորմացիա վերցնել պացիենտից, որ ճիշտ խորհուրդներ տանք, ինչ որ բուժման տակտիկա որոշենք եւ այլն, այդ ամենի համար պետք է ինֆորմացիա։ Ու մեկ էլ լինում է բերում են 7 տարվա հետազոտություններ, 5 տարվա, որը բավական հին է համարվում, հա։ Մեր համար թարմ օրինակ մի քանի ամսվա կարող լինի կամ մի քանի շաբաթվա։ Այդ հին ինֆորմացիա են մոտենում, որ չունեն, մենք առաջարկում ենք եկեք ուրեմն սա թարմացնենք, բայց կան մարդիկ ասեն մենք ունենք արած 23 թվականին սա, չէ սա բավարար է, այ ձեր ցավատանում սա բավարար չի, սա հին է։ Մարդու օրգանիզմը ամեն օր է փոխվում, այս խնդրի կապակցությամբ օրինակ ամեն ամիս պետք է ինչ-որ թարմ ինֆորմացիա ունել, ոնց կարելի է ձեզ բուժել կամ վիրահատել մեկ տարվա վաղեմությամբ փաստաթղթերով։ Իսկ մենք ինչ հետազոտություններ այստեղ նկատի ունենք, լաբորատոր անալիզները, ամենակարճատևը դա արյան անալիզներն են, այսինքն լաբորատոր, արյան հետ կապված ամեն ինչ, ինքը շատ կարճ է։ Սրա հնությունը որքան է, ընդունելի հնությունը։ Մեկից երկու շաբաթ այդ հիմնականները կան ինչ-որ հորմոններ, որոնք կարող մի քանի ամսվա լինեն, բայց հիմնականը մի քանի շաբաթ դրանից ավել չէ։ Նույնիսկ ոնց է նախավիատական հետազոտությունները միշտ հանձնում են 1-2 շաբաթ առաջ, ոչ ավելի ուշ, որովհետև դրանք արդեն համարվում են հին ու դրանց փոփոխության դեպքում կարող որ շարքի ռիսկ պարունակի
մանիպուլյացիան կամ վիրատությունը։ Լավ, իսկ գործիքայինների մասին ինչ կասեք, համակարգչային տոմոգրաֆիա, MRT, սոնոգրաֆիա, ձեզ մոտ շատ Եթե սուր դեպքեր չի, 1, 2, 3 ամսվա նորմալ է։ Եթե սուր դեպքեր չի։ Ամսվա? Այո, ինձ թվում էր 1 տարվա պետք է ասեք։ Դա արդեն հին է։ Դե պատկերացեք, որ օրինակ ունեք գոյացություն վահանաձև եղձուն, վերցնում ու ինքը աճում է։ Հիմա 1 տարի առաջ ինքը տեսականորեն 1 սանտիմետր էր, հիմա կարող լինի 2 կամ 3 կամ նույն 1-ը։ Ես ոնց իմանամ, 1-ը թե 3-ը։ Պիտի թարմ հետազոտվի։ Մի քանի ամսում կտրուկ փոփոխություն չի լինում։ Իմ մասնագիտական հետ եմ ասում, բայց մի տարում դա արդեն հին է համարվում, չէ՞։ Լավ, իսկ եթե կա օրինակ մինչև 6 ամսվանը ընդունելի, այսպես մոտավորապես հարաբերական հարց եք տալի ոչ։ Չէ, ես ուրիշ բան նկատի ունեմ։ Կոնկրետ պատասխան ասեք, ասեմ, կոնկրետ հարցի վերաբերյալ հետազոտությունը կարամ ասեմ, այո։ Պետք է արդյոք բերել դրա նախորդները, օրինակ 7-րդ տարվանը, 5-րդ տարվանը եւ 2 ամսվա առաջվանը։ Եթե նույն խնդրի մասին է պետք է, ինչի կա այսպեսի հասկացողություն, դինամիկ փոփոխություն, այսինքն ժամանակի հատվածում ընթացքում ոնց է փոփոխվել տվյալ հիվանդությունը կամ տվյալ գանգատները ոնց են արտահայտվել։ Դա պատկերացնում ես ինչից է սկսել, ուր է գնացել ու ուր ենք մենք հիմա հասել։ Դա շատ կարևոր է։ Ես միշտ ասում եմ, բերեք ձեր հին թղթերը, ինչի համար, տեսնենք ինչ է փոխվել։ Դեպի որ կոմ է գնում, դեպի լավն է գնում, դեպի վատն է գնում, նույնն է մնացել, չի փոխվել։ Այդ դինամիկ փոփոխությունը ժամանակի հատվածում շատ կարևոր բնութագիր է, որովհետեւ հիվանդության հետ կապված միշտ դա պետք է գալիս, միշտ պիտի համեմատես նախորդը նորի հետ։ Եթե վիրահատություն է նշանակվում, ինչը ձեզ մոտ շատ հաճախ է պատահում, ինչ հարցեր եք դուք ուղում սովորաբար պացիենտին իր սպասելիքների, իր վախերի կամ անհանգստությունների վերաբերյալ եւ հակառակը ինչ հարցեր են սովորաբար ձեզ ուղում, ամենատարածվածները կարող եք նշել, հասկանանք որտեղ խնդիր կա։ Հասկացա։ Լավ։ Առաջնահերթ միջև հարցերին, ու դա ռիսկերի մասին է խոսքը, գրում միջև ռիսկերին հասնելը բնականաբար պացիենտից հավաքում ես ինֆորմացիան իր խնդրի, իր առողջական վիճակի համար ընդհանրապես, որովհետև ցանկացած միջամտություն ունի որոշակի ռիսկերը կախված է իր առողջական վիճակից։ Դրա համար բոլոր վիրատություններից առաջ հետազոտվում են պացիենտները ու այստեղ կարևոր բան է գալիս պացիենտի հետ զրուցել մանրամասն, հարցնել ամեն մի օրգան համակարգի մասին ու չթաքցնի։ Կան մարդիկ ու թաքցնում են, հիմնականում ավելի մի քիչ մեծահասակ։ Այո, մի քիչ մեծահասակներ ասեն, դե ասա չասենք։ Հետո որ սկսում ես հարցեր տալ խաչաձև, բայց դա ինչի՞ չէի ասում, օրինակ շաքարային դիաբետ ունի, խմում է դեղ, որի մասին չի ասում, ասում դե նորմալ է, խմում եմ նորմալ է, ստուգել եմ ամեն ինչ լավ է թիվը։ Կամ սիրտանոթային խնդիր։ Հա, վերջում ասես ինչ որ խաչաձև հարցեր տալի, որովհետև զգում ես մի բան այն չի, կամ այս տարիքում չի կարա մարդ ինչ որ, չգիտեմ, 70-անց մարդը չի կարա ճնշման խնդիր չունենա, բայց ասում է, չէ, ես ճնշումս նորմալ է։ Ասում իսկ որ նորմալ է, հենց հարց եմ տալի։ Դեղը խմած թե չխմած։ Միանգամից բռնում է, դե խմած, ասում ուրեմն ունեք ճնշում, որ դեղ եք խմում։ Հա դե ունեմ, ասեմ բասեք։ Հա դա կարևոր է, ու նման տարբերակներ։ Մեկը դիտմամբ է թաքցնում, միտունավոր ավելի քիչ, բայց հիմնականում sense չմտածելը, որ դա կարևոր է։ Իհարկե ամեն ինչ կարևոր է, որովհետև դա հետ կապված պիտի մի հատ ուրեմն սրտաբանը նայի, որովհետև վիատությունը նարկոզը ռիսկ է։ Դրանից կարա բարդություն առաջանա տարբեր օրգան համակարգերում այդ ինֆորմացիան, դա կոչվում է անամնեզ, այսինքն պացիենտի մասին ինֆորմացիան պիտի ամբողջովին հավաքվի։ Որից հետո իրան ասում ես ինչ ռիսկեր կարա լինի իր արկա խնդիրների հետ կապված։ Ինչ որ ռիսկեր տվյալ վիրատության հետ կապված եւ մյուս հարակից խնդիրների։ Լինում են դեպքեր, երբ որ օրինակ սրտի առողջությունը ճակերտավոր բավարար չի, որպեսզի կարողանանք տալ ընդհանուր ազգայացում, այսինքն նարկոզի համար ինքը ենթակա չի, ռիսկերը մեծ է, կարող է նարկոզի ընթացքում սիրտը կանգնի։ Այդ դեպքերն մենք ասում ենք տարբերակ 1 դες հնարավոր չի վիրատել։ Եթե խնդիրը կյանքի հետ անհամատեղելի է, այսինքն կյանքի ցուցումով պիտի պացիենտը վիրահատվի, այդ դեպքում ուրիշ տարբերակ չկա, որ դա կյանքի վրկվելու միակ տարբերակն է, մենք անպայման ոչ միայն պացիենտին, հարազատին, նույնիսկ 1-2 հարազատին տեղեկացնում ենք։ Նրանց ներկայացում ստորագրում ենք փաստաթուղթ, որ դուք հասկանում եք ռիսկերը, որ կարա վիրատության ժամանակ լինի սրտի կանգ, բայց վիրատությունը ավելի կարևոր է, կյանքն ենք փորձում փրկել, բայց ռիսկերը պիտի հասկանան ու հասկանան ոչ թե միայն այո ստորագրեն, չէ, մենք փորձում ենք հասնել, որ իրանք իրականում դա ընկալեն։ Կան իրականում մարդիկ, որ ամբողջովին ռիսկերը չեն պատկերացնում, ու մեզ էլ են ասում, այնքան ասեք, մինչև իրանք հասկանան, որովհետև դա շատ կարևոր է։ Տենց դեպքեր լինում են։ Կանխատեսել հնարավոր չի, բայց դրանց մասին տեղեկացնել ու ստանալ համաձայնություն, որ գնում ես ռիսկով վիրատության, դա պարտադիր է։ Բարեկամները
պացիենտը բնականաբար ու որ հետո դա իր բանական թուղթա, որ հետո ասած ոչ անե, ինչ որ մի խնդիր առաջանա, դու լինես պաշտպանված։ Որ դա չանես, վստահաբար հավատացեք, ձեզ դատաներով տանելու են միանշանակ։ Նույնիսկ ինչքան էլ լավ տրամադրությամբ գնան վիրատության, ցանկացած ցավոք լինում են դեպքեր վատ ավարտով։ Ցանկացած վատ ավարտ դեպքում լինում են բողոքներ 99%-ում, անկախ թե միջև այդ բժիշկին ասում են դու մեր համար աստված ես, թե դա բժիշկ կօգնի կտեսնենք ոնց կլինի։ Այսինքն, եթե կա ստորագրություն, դուք հստակ պաշտպանված կարող եք լինել եւ պատասխանատվություն չեք կրելու։ Բանի կողմից տվյալ հիվանդանոցի կողմից մշակված փաստաթուղթ, դա այն բար դեպքերի համար։ Ստանդարտ դեպքերի համար կա, կան համաձայնություն, անպայման կա համաձայնություն, որտեղ գրված է ռիսկերը, որի ու գրված է բժիշկը ձեզ բացատրել է, տեղեկացրել է, դուք համաձայնվել եք, այո ստորագրում է, պացիենտը ստորագրում է, բժիշկը ստորագրում է։ Հիմա դա այնքան պարտադիր է, որ առանց դրա չենք պատկերացնում ժամանակակից առողջապահությունը։ Ու դա թող ես վիրաբույժ չլինեմ, թերապևտներն են, իրանք էլ ունեն, որովհետև դեղեր են նշանակում, եւ դեղերը կարող են ինչ-որ անհամատեղելի տան, ինչ-որ ռեակցիաներ, պացիենտը չընդունի այդ դեղերը եւ այլն, տոքսիկ լինեն։ Տեղը կա համաձայնություն, որ պացիենտը համաձայնվեց, բժիշկի ասածը հասկացավ, ստորագրեց, նոր միասին այդ սիմբիոզ իրար հասկացանք, նոր գնում ենք հաջորդ քայլին։ Բժիշկները այսօր պաշտպանված են Հայաստանում, ձեր տպավորությունը, որտեղ ձեր հարցազրույցն է սա։ Միջին, ինչու՞։ Ավելի Եթե դուք այսքան անում եք, եթե բացատրվում է, եթե ստորագրության մշակույթը կա արդեն, դա փաստաթուղթ է, ել ինչն է հարցը։ Արդյոք բոլորն են այդ փաստաթղթերը պահանջում կամ ունեն ստորագրում են, բոլոր կլինիկաները թե ոչ։ Եթե վերցնենք առանձին բուժ կենտրոններով, այն հիմնարկը, որտեղ դա արվում է ճիշտ պատշաճ ձևով, ստորագրվում է բժշկի, բուժառուի կողմից, անեստեզիոլոգի կողմից, եթե վիրաբուժական խնդիր է, եւ ճիշտ ձևակերպված է, բժիշկը պաշտպանված է։ Եվ այդ կարևոր բան, բժիշկը պետք է ավելորդ գումար չպահանջի, որովհետեւ լինում են դեպքեր, որ դու դա ստորագրում ես, բայց բժիշկներ կան, որ լսել ենք, մենք իրանց չենք ճանաչում, որ հավելյալ գումար են պահանջում, հա։ Այդ դա չանեք, որովհետեւ էդ էլ է խոակը, որ ընկակ էդ էլ է քաշում, էդ էլ է։ Այսինքն եթե մաքսիմալ պահանջ բան ես, դու պաշտպանված ես, դա այո, աշխատում է ու բժիշկը պաշտպանված է, որովհետեւ տվյալ իրավաբանական թուղթը իրան պաշտպանում է, բայց բոլոր տեղերում չի որ այդպես է, դա է վատ։ Դա պետք է տոտալ ամենտեղ լինի։ Դա պետք է լինի առաջին քայլը։ Դա մասին պետք է մտածեն բուժ կենտրոնի ղեկավարները, բժիշկները, ինչի՞ չէ, բժիշկը պետք է ասի, հարգելի ղեկավար, ես եմ պաշտպանված լինեմ, ինչ անեմ դրա համար։ Կա ինչ-որ թուղթ, որ պետք է միշտ ստորագրեմ։ Ժամանակին չի եղել այդ կուլտուրան կամ եղել է թերի։ Հիմա քանի գնում են թղթերը շատանում են, հիմա այնքան թղթեր կա։ Պացիենտի ռիսկը որ նա կարա ընկնի, նրա ցավը որ կարա վերսկսի, չգիտեմ, 1000 ու մի տես բանալու հավանականություն եւ այլն։ Շատ կան, դրա համար թղթերը շատ են, բայց դրանք բոլորը ուղղված են, որպեսզի պաշտպանեն բժիշկին, ինչու՞ չէ նաև պաշտպանեն պացիենտի շահերը, որովհետեւ պացիենտը պետք է տեղյակ լինի, որ սենց խնդիր կարա լինի։ Այդ բոլորի համար է, ու դա կդառնա շատ իդեալական առողջապահություն։ Դուք աշխատում եք դիմացնոտային հատվածի հետ, որը վիրաբուժության մեջ շատ մեծ կապ ունի ամեն դեպքում էսթետիկայի հետ։ Ինչպես եք ապահովում առողջություն եւ հետվիրահատական էսթետիկ նորմալ վիճակ պացիենտի համար այս հարաբերակցությունը։ Աշխատում եք արդյոք դուք այդ ուղղությամբ թե ոչ, ինչ որ քայլեր ձեռնարկում եք, առաջարկում եք պացիենտին թե ոչ, թե ձեր խնդիրն է ապահովել միայն առողջություն եւ նորմալ վիրահատություն։ Ժամանակակից վիրաբուժությունը դա միայն վիրաբուժական этаպը չի, դա նաև վերականգնողական этаպն է։ Սա ենթադրվում է ամեն դեպքում։ Եվ խոսքը գնում է ոչ միայն կյանքի տևողության, ուռուցքաբանության մասին խոսենք, կյանքի տևողության կամ կյանքի փրկելու մասին, այլ կյանքի որակի նաև բարելավում։ Որակն է պիտի պահես։ Ճիշտ նշեցիք, դիմացնոտային շրջանը ինքը երևացող տեղ է։ Եվ Վանաձև գեղձ է, եւ այդքան չէ, դու պատկերացեք, որ ծանոթների հարցը։ Շատ են նեղվում այդ սպից են նեղվում։ Դե այդ սպին, հեսա սպին կարադառնա։ Արտաքին մաշկի ուռուցքներ կան ուռուցքներ, որոնք արտաքինից երևացող են, ակնակապրի շրջանը եւ այլն։ Բացի այն, որ պետք է ճիշտ վիրահատես, որը պահանջում է վիրաբուժական կանոնները, տվյալ դեպքում ուռուցքաբանական առումով, նաեւ պիտի վերականգնես քո հեռացվածի դեֆեկտը, այսպես կոչեցել, այսինքն ինչ որ մի հյուսվածքային մասսա, որ հեռացրեցիր, չի կարա փուչ մնա, պիտի լրացնես, դա կոչվում է վերականգնողական этап։ Դուք անում եք դա։ Միանշանակ։ Վերականգնեցինք, չէ, դա պիտի մի անգամ միա տարվում։ Նույն վիճակության ժամանակ դա կոչվում է
միամոմենտ վերականգնում։ Շատ է լինում, որ հետո արել են վիրահատությունը, մնացել է սա, հիմա էլ ընկնում ենք, փնտրում ենք արդեն սպիերի, դա չպետք է լինի։ Վերականգնեցի, բայց պիտի փորձես, այստեղ արդեն գալիս է էսթետիկ բաղադրիչ է, այսպես ասենք։ Պիտի վերականգնես մաքսիմալ էսթետիկ ֆունկցիոնալ։ Կարող արտաքինից լինի ինքը սիրուն, բայց ինքը չաշխատի։ Հիմա օրինակ, մի քիչ կարող սիրուն չհնչա, մենք լեզվի ամբողջական հեռացում ենք անում ուսի կապակցությամբ ու նոր լեզու ենք վերականգնում իր նույն պացիենտի մարմնի այլ հյուսվածքներից։ Հիմա բացի են որ պիտի ուղղակի լեզու լինի, ինքը նաև պիտի շարժվի, ինքը նաև պիտի ծավալը բավարարի։ Այդ դրանք շատ նուրբ վիրաբուժական տեխնիկա պահանջող հմտություններ են, որոնք պիտի անպայման լինեն, որովհետև միայն տեսքը վերականգնելով դու ֆունկցիան կարող ես չվերականգնես։ Տեսքը, ֆունկցիան, ինչի որ բուժառուն, եթե մենք խոսում ենք ավելի ծանր վիրահատությունների մասին, հա, բուժառուն վիրահատությունից հետո վերադառնա սոցիում, վերադառնա իր շրջապատ, կարողանա շփվի չամաչի, տեսքից, չգիտեմ, իր որոշակի ֆունկցիաների, թերություններից կոկորտի վիրահատություն ենք անում, պետք է այնպես անենք, որ մարդը հետո կարողանա վերադառնա խոսի, կարողանա շփվի, այդ նրբությունները շատ կան։ Մեր զոնայում դա շատ երևացող են, կոկորտն է, բեյանի խորոչն է, դժվար է, ցավոք դժվար է, բայց վերականգնողական ընթացք կա, վերականգնողական մասնագետներ կան, որ օգնում են մեր թմի հետ միասին, որ մենք իրենց վերականգնենք պացիենտի ճիշտ խնամքն է դա շատ կարևոր հետ վիրահատական շրջանում։ Հիմա որ ասում եք Վանաձև գեղձից սպից են նեղանում, հիմա արդեն քիչ են նեղում դա պատճառով, ասեմ, որովհետև բոլոր մասնագետներով աշխատում այս զոնայում կարող են կոսմետիկ մաքսիմալ նուրբ փոքրիկ կտրված ենք փորձում անել։ Այսօր դա, այսինքն կան հակասպիական քսուկներ, որոնք օգնում ավելի լավ վերականգնվի, բայց կա մաշկի հատկություն, եթե մաշկի ցանկացած վիրահատության մասին խոսենք, կա մաշկի հատկություն կոպիտ սպիավորվելու։ Դա բնածին հատկությունն է, որը հնարավոր չի կանխել։ Դա մի քիչ լավ չի։ Այսինքն նորմալ է, որ պացիենտը գա հենց այն ակնկալիքով, որ լուծվելու է ոչ միայն իր առողջական խնդիրը, այլ նաև հետո ֆունկցիոնալությունը, գեղեցիկ տեսքը։ Եվ ամենավերջին հարցը, շատ արագ անցնում է եթերը, սա անոնիմության կամ անանուն մնալու խնդիրն է Հայաստանում, մենք սա շատ լուրջ մակարդակի վրա է, որովհետև բոլորին ճանաչում են, մարդը մտնում է հիվանդանոց, այնտեղ ով ասես տեսնում է եւ ճանաչում է, դուք թույլ տալիս եք բարեկամ, հարազատ, ամուսին, կին կամ որևէ այլ մեկի հետ մտնել սենյակ։ Սա ինչու եմ ասում, որովհետև շատ օրինակ ուրոլոգներ եւ գինեկոլոգներ, ես հասկանում եմ, որ սա ավելի ինտիմ զոնա է, հստակ կանոնակարգ ունեն, ես թույլ չեմ տալիս բացի պացիենտից որևէ մեկը մտնի։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Ես երևի ամենախստերից եմ, սարսափելի։ Չէ, դե բացի պացիենտից մեկ հոգի պիտի իմանա անպայման։ Այս ասեմ ինչի, որովհետև պացիենտի հետ որ ինչ-որ մի բան պատահեց, մի բան պահանջվեց, պացիենտը գիտակցության չի եկել կամ դեռ ի վիճակի չի պատասխանել ճիշտ որոշում կայացնել, պիտի լինի լիազորված անձ։ Դա պարտադիր է։ Սա թույլատրելի է անոնիմության հետ համատեղելի է։ Այո, պիտի անպայման լինի երկրորդ անձը, պացիենտի կողմից վստահված անձ։ Նա ինքն է առաջարկում։ Իմ սիրած հարցերից է դա։ Հապա։ Իմ աշտանքային կա երկու աթոռ բուժառուի ու մեկ հարազատի համար։ Երեքը բացառում է երբեք, ոչ մեկ։ Դա այնքան լավ ու դա ճիշտ է։ Հատուկ այդ երկուսն եմ ընտրել, որովհետև տենց է պահանջում եւ օրենսդրությունը, մենք իրականում ունենք, դա օրենքում գրված է, որ պիտի պացիենտի նաև ունել լիազորված անձ, ունենք թուղթ, որտեղ ստորագրվում է, որ պացիենտի այդ ամբողջ այդ ինֆորմացիան գաղտնի է, անոնիմ է եւ կարա փոխանցվի անձի ու ինքը նշում է ում։ Ու մենք տեղ գրում ենք անուն ազգանուն, այս անձին։ Ինչ-որ մի բան եղավ, կոնտակտային մարդ կա, կոնտակտային ինչ որ տվյալներ պիտի լինեն, ում հետ կարան կապնվենք, շտկենք, ու ձեր ասած որ գալիս են վիրահատությունից հետո 67 մարդ, ես կարող բոբո եմ, կարող խիստ եմ, ինձանից թողնեղանա, ես ասում եմ ոչ։ Կամ գալիս է մարդ, որ ես ում իմանամ, ես իր հորքուրի տղանամ կամ մեծ տղանամ։ Ինչ չի տակրում։ Ով որ եկել է նախավիրահատական ում հետ որ խոսել եմ, պացիենտն եղել ու մյուս մարդը։ Մյուս մարդուն ամեն ինչ ասում, ինձ մոտ չգաք։ Ձեզ ասեցի, ձեր բարեկամներին փոխանցեք։ Լավ ավատա, բայց դա ճիշտ է, որովհետև ինֆորմացիան չպետք է տարածվի։ Կարող է պացիենտը չի ուզում ոչ մեկ իմանա, կարող է ամուսիններեն չեն ուզում իրանց մյուս հարազատը դրա մասին իմանա։ Ինչի պիտի իրան կան հարցեր տան։ Դա այդ ստերեոտիպը ոչ դե չեմ ընդունում, դա ինչ որ հին սովետական համարենք, թե ինչ որ հայկական մենտորից հետո դա հնացած է, տենց չի կարելի։ Մեկ հոգի, լավ, կարող եք ընտրել մաքսիմում 2, եթե պացիենտը օրինակ տարիքով է եւ ունի ֆիզիկական որոշակի սահմանափակումներ, բայց ոչ ավել։
Ես մեկին եմ ընդունում, վատա, լավա, միջև այդ բուժումն եմ ասում, որ դուք եք կնելու, ուրիշ մարդ չմոտենա։ Վեճեր լինում են, մի անգամից։ Լինում են, բայց ես ասում եմ, ասել եմ, ստորագրել եմ, տվել եմ թուղթը, կարդացել եք վերջ, հաջողություն։ Մի հոգի գա, բոլորին կպատմեմ։ Թող ինքը բոլորին պատմի, ես այդ մի հոգուն կպատմեմ։ Դուք մի հոգուն մնացածին։ Հա, դե տես չի, դե պատկերացեք ամեն մեկը գալիս է, Մոսկվայից եկավ քերուս տղեն, բայց ինքը չիմանա, բայց զանգեն ոչ մի զանգ, ոչ մի օտար մարդ։ Ում տեսել եմ միայն նա։ Բայց դա աշխատում է։ Բայց քարոզում ես անոնիմ եմ, այո։ Շնորհակալություն adekvatության համար եւ ես կարծում եմ, որ մենք իրոք անանուն մնալու եւ այս դեպքում պացիենտի պաշտպանված լինելու այդ անանունությունը պաշտպանում է պացիենտին, ինչու՞ չէ նաեւ բժշկին հետո։ Մենք ունենք խնդիր եւ ես կարծում եմ ուղղակի ձեր մտածելակերպի բժիշկներ գնալով կշատանան։ Մենք զրուցեցինք ուռուցքաբան վիրաբույժ Արամ Բադալյանի հետ, ձեզ համար աշխատեց Լույսի Քոչարյանը, անպայման հանդիպենք էլի հետաքրքիր թեմաների շուրջ, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։